Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյան, համեցեք պարոն։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ անձամբ ձեզ վստահության համար շնորհակալություն հայտնել եւ իհարկե կառավարության հարգելի անդամներին, ինչպես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին մեր պետականամետ համագործակցության համար, որի շնորհիվ կարծում եմ նաեւ որի շնորհիվ մենք 2 տարի անընդմեջ բավական բարձր արդյունքներ ենք գրանցել, որը արտացոլված է հարկային մուտքերի բարձր երկնի շաճերում, որը գերազանցում է նաև ծրագրային ցուցանիշները եւ այստեղ իհարկե ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ եւ երախտապարտ լինեմ մեր բոլոր հարկվճարողներին։ Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի համար պատմական այս ժամանակաշրջանում շարունակել այս գերպատասխանատու դիրքում պաշտոնավարումը եւ ծառայեցնել իմ գիտելիքներն ու բազմամյա փորձը պետական համակարգում Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ես համոզված եմ, որ պետական եկամուտների կոմիտեն իր էական դերակատարումն ունի, ուր պոտենցիալ ներուժ ունի իր նպաստը բերելու Հայաստանի վերափոխմանը որպես լոգիստիկ եւ տեխնոլոգիական հանգույց իր թվային, խելացի, մարդակենտրոն եւ իհարկե մյուս երկրների, տարածաշրջանի, ինչպես նաեւ աշխարհի երկրների հետ ինտեգրված հարկային ու մաքսային համակարգերով եւ ես հանձնառու եմ, որ այս բոլոր բարեփոխումները լավագույնս առաջնորդեմ։ Իհարկե ամփոփելով նաեւ ուզում եմ իմ հանձնառությունը հայտնեմ, որ լավագույն ջանքերն եմ ներդնելու, իհարկե դա մեծ ամբիցիա է, կարծում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն դառնա հարկ վճարողի եւ հանրության համար սիրելի ծառայություն եւ դրանում առաջնորդվելու եմ 2 կարևոր ուղենիշերով, որոնք ծնվել են անցած տարի, դա մեր առաքելությունն է եւ մեր տեսլականը միասնական, որը սահմանել ենք մեր համակարգի համար եւ ես ուզում եմ բառացի ուղղակի ցիտել հիմա այդ առաքելությունն ու տեսլականը։ Մեր առաքելությունն է ապահովել արդար եւ թափանցիկ հարկային եւ մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։ Մեր տեսլականն է ՊԵԿ-ը դինամիկ զարգացող եւ առաջատար կառույց է, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ եւ մարդակենտրոն մոտեցմամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, որպեսզի քաղաքացին մարդիկ սիրեն պետական եկամուտների կոմիտեն, իրենք պետքա սիրեն պետական բյուջեն, որտեղ ուրիշ տարբերակ չկա, չի կարա մարդ չսիրի պետական բյուջեն եւ սիրի պետական եկամուտների կոմիտեն։ Իսկ պետական բյուջեն սիրելու համար ի վերջո պետքա որ մարդիկ տեսնեն ակնհայտը, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուրի եւ բոլորի ընտանեկան բյուջեն է, ելի ուզում եմ հիշեցնել եւ ընդգծել։ Հայաստանի Հանրապետությունում որևէ մարդ, որևէ չկա այդպիսի եզակի մի մարդ անկախ իր սոցիալական դիրքից, որ իր ընտանիքի բարեկեցության համար ավելի շատ գումար է ծախսում, քան ծախսվում է իր ընտանիքի բարեկեցության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Այդպիսի մի հոգի նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չկա։ Իհարկե մենք այս տարի նախորդող շրջանից էլ չեմ ասում, արդեն այդ համեմատություններից պետք է հրաժարվենք մի վերջին անգամ 2018-17 թվականի համեմատությամբ մենք պետական բյուջեն կրկնապատկել ենք եւ դեռ մի բան էլ ավելի, բայց մենք արդեն այդ համեմատություններից պետք է հրաժարվենք, պետք է արդեն սկսենք համեմատել ավելի մոտակա շրջանների հետ, որովհետեւ այդ ժամանակները արդեն հեռացել են։ Եվ այս տարի մենք կիսամյակի տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում, շուրջ 70 միլիարդ դրամի հարկային եկամուտները նախատեսածից սխալ թիվացի։ Հա, ես անդադ հետ եմ մնում դրանից, լավ էր շատ չասեցի, քիչ ասեցի փաստորեն, էլի լավ էական չի, կամ էական է 20 միլիարդի տարբերությունը, կամ այսինքն ծրագրից ավել ենք եւ թվում է թե լավ է ամեն ինչ եւ այո լավ է, բայց մենք գիտենք որ ահռելի ստվեր կա։ Տեսեք եւ շատ կարեւոր է որ մենք սոցիալ-հոգեբանական մակարդակում այդ փոփոխությունները իրականացնենք։ Ես հիմա ձեզ իհարկե այս ընթացքում բազմիցս գրել եմ, օրինակ նույն ամենապարզ հատվածում եմ, այսօր Հայաստանում սրճարաններում հսկիչ դրամարկային կտրոնը բերում են ամենավերջին հերթին եւ գործնականում հիշեցնելուց հետո։ Այսինքն սա պրոբլեմ է, որը չի լուծվել մեզանում։
Մենք գիտենք, որ այսօր Հայաստանում հեռախոսների ահավոր մեծ մաքսանենգության ծավալներ կան։ Եկեք դրա մասին խոսենք եւ այսինքն չխոսենք։ Պետքա դրա խնդիրը լուծել։ Եվ մենք այդտեղ ունենք կոռուպցիոն ռիսկեր, եւ մենք ինչպես ընդհանրապես կառավարման ողջ համակարգում։ Եվ ելի ասում եմ, ինձ համար նաեւ քանի որ դրան անդրադարձա, մեծ խնդիր է, որ 2018 թվականից հետո կոռուպցիայի ընկալման համաթվերում մենք մեծ առաջընթացներ ունեցանք, հիմա մենք հայտնվել ենք ստագնացիայի եւ նույնիսկ ինչ որ առումով հետընթացի վիճակում, եւ սրա պատճառն էլ կար, որովհետեւ 2018-2019 այդ 20 թվականից օրակարգերը գործնականում մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը մեր աշխատանքի զգալի մասը, մեծ մասը բոլորովին ուրիշ ուղղությամբ եւ էներգիայի մեծ մասը բոլորովին ուրիշ ուղղությամբ հասցեագրված եղել եւ հիմա մենք բոլոր այն օրակարգերը, որ մենք ունեցել ենք 20 թվի կոവിഡ്ից առաջ, որը ամբողջ կոവിഡ് եւ հետո, բոլոր օրակարգերը այսօր ամենաթարմ ձևով մենք պետք է կենտրոնանանք այդ օրակարգերի վրա։ Կոպիտ ասած, եթե կարճ ասենք, հեղափոխության ամբողջ օրակարգը այսօր նույն հրատապությամբ, ինչպես 2018 թվականին դրված եղել սեղանին, նույն հրատապության սեղանին դրված է եւ դրա համար կա երկու պատճառ։ Առաջինը, որ մենք ունենք օբյեկտիվ հնարավորություն կենտրոնանալ հաստատված խաղաղության շնորհիվ, եւ երկրորդը իհարկե ընտրությունները եւ ընտրություններում ժողովրդի տված մանդատը եւ դրա վերահաստատումը։ Եվ այս առումով իհարկե ստվերային տնտեսության կրճատումը մեզ համար խնդիր է։ Այսօր համատարած մենք խնդրեմ ունենք մենթալիտետային մակարդակում։ Թվում է թե լավ դե 1500 դրամանոց բանն է խնդիր լուծելու։ Այո, հենց այդ 1500 դրամանոց կտրոնն է խնդիրը լուծելու եւ 1500-1550 միլիոն ու կես եւ այդպես շարունակ։ Էնպես որ ես նաեւ ուզում եմ ասել, որ ընդհանրապես ոչ մի համակարգ անթերի չէ, բայց ես էլի խնդիրը դրել եմ միջև տարվա վերջ, այս մեր դրոշմավորման համակարգը, որովհետեւ գիտեք ինչ, ցանկացած համակարգ որ ներ ենք դնում, ինքը անթերի չէ եւ գործնականում մենք այդտեղ ունենում ենք եւ լոբինգի եւ հակալոբինգի դրսեւորումներ։ Բայց մենք պետքա կենտրոնանանք մեր խնդիրների լուծմանը։ Եվ ուզում եմ ասել, որ մենք հարկային եկամուտներ այդպես բավականին լավ տեմպերով հավաքում ենք, սրանում այդ թվում միայն գործոնը չի, այդ թվում դրոշմավորման նոր համակարգը։ Մենք հիմա միջև առաջիկայում ինչ հնարավոր է, քայլ առաջին, ինչ հնարավոր է դրոշմավորել, պետք է ամբողջը դրոշմավորենք, քայլ երկրորդ պետքա շուկան փուլ ազատականացնենք, որպեսզի այդտեղ նաև այլ ծառայություններ հնարավոր լինի ներգրավել, իհարկե հաշվի առնելով, որ այն ներդրումները, որոնք այս ընթացքում կկատարվեն, այդ ներդրումները դրանք տրամաբանորեն պետք է անպայման հետ գնում ունենան եւ դա է տրամաբանությունը, այնպես որ այո, լավ է, մեր ցուցանիշները լավ են, բայց մենք ամեն օր գետնի վրա տեսնում ենք, որ հսկայական, որովհետեւ տնտեսությունը աճում է եւ ստվերն էլ հետն է աճում բնականաբար։ Եվ մենք ստվերի կրճատման մեր տեմպերը պետքա կրկնապատկենք, եռապատկենք, քառապատկենք, որպեսզի տնտեսության աճի հետ կարողանանք նվազեցնել ստվեր, այս բանը մենք հաշվի չենք առնում։ Մեզ թվում է, թե որ մենք ստվերը կրճատում ենք, ուրեմն ստվերը կրճատում ենք, բայց մեր ստվերը կրճատում ենք X%-ով, իսկ տնտեսությունը աճում է X անգամ 3%-ով եւ դրա հետ աճում է նաեւ ինչ որ մի տեմպով աճում է նաեւ ստվերը, այսինքն բանի պրոպորցիոնալ եւ սա իհարկե խնդիր է, որը մենք անպայման պետք է լուծենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար